Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լայսա Ալավերդյանի հետ։ Տիկին Ալավերդյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Լսում եմ ձեզ։ Տիկին Ալավերդյան, դուք ստեղծել եք հանձնախումբ, որը զբաղվում է ոչ միայն դուք, այլ նաև մի շարք այլ գործիչներ, որը զբաղվելու է քաղբանտարկյալների իրավունքների հարցերով։ Ինչ փուլում եք, ինչ աշխատանքներ եք կատարել եւ ինչ ակնկալիքներ ունեք։ Շնորհակալություն հարցի համար, փոքր ինչ ասենք անելիքների մասին դեռ վաղ է խոսել, բայց ավելի ես կնախընտրեի խոսեի նպատակի մասին եւ դրդապատճառների։ Դրդապատճառներից սկսեմ, փաստորեն մինչև այդ տարբեր մարդկանց մոտ հիմա այդ հանձնաժողովում են, իհարկե այդ գաղափարը եղել է, որ ինչ-որ ձևով մի հարթակ լինի միասնական Հայաստանից, որտեղից կհնչի եւ կտարածվի ճշմարիտ տեղեկությունը քաղբանտարկյալների մասին, իդեպ ինչպես Հայաստանում հայորդի եւ կանանց եւ աղջիկներին, այնպես էլ Ադրբեջանում, այսինքն մենք տեսնում ենք այստեղ այդ միասնությունը։ Ես օրինակ դրանից առաջ, որ միջև կազմավորվելը, զանգահարել եմ տարբեր իրավապաշտպանների, դատապաշտպանների, քաղաքական գործիչների եւ հարցրել եմ, արդյոք որևէ մեկ ունի միասնական շտեմարան, որտեղ հավաքագրված է հենց 18 թվականից այս աննախադեպ եւ տարբեր ուղղություններով եւ կարծես թե տարբեր պատճառներով այդ լինի դա ձերբակալումները, լինի հետապնդումները, լինի հերհյուրանքը, լինի այդ տեղեկատվական գրոհը ցանկացած անձի, որը որ ունի ռեսուրս, լինի դա քաղաքական, լինի դա ֆինանսական կամ բան, անմիջապես նա թիրախավորվում է։ Այսինքն մենք պետք է հստակեցնենք, ես էլ եմ այլախոս։ Դուք բոլոր այլախոսներին չէ, որ հետապնդում են, այլ հենց որ տեսնում են, որ կարող է մի որևէ այլախոս կամ լինի ղեկավար կամ բիզնեսմեն կամ ռեսուրս ունեցող, անմիջապես նրա հանդեպ առաջինը սկսում են պարզապես այդ անձի անվան հետ անասելին ասել, գռեհիկ, որևէ մի անհիմն, կարևորը այդ շրջանառության մեջ գցելը եւ դա արվում է ամենաբարձր մակարդակով կառավարության պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։ Եվ մենք պետք է դա ընդգծենք, որ այո, մենք այդպես էլ այսօր չունենք միասնական շտեմարան, որտեղ հավաքագրված կլինի այդ բոլոր ազգանունները, այդ բոլոր մարդկանց ինչի համար, որ մի հոդվածով, որն է դրդապատճառը, ինչքան ժամանակ է տևում այդ նախնական կալանքը։ Երկրորդը, չկա որևէ մի միասնական հարթակ, որտեղից այդ տեղեկատվությունը ճշտգրիտ, ոչ միայն ճշմարիտ, այդ ճշտգրիտ կազմված հասցվի ամենատարբեր միջազգային նացիաներին։ Ես գիտեմ, որ Հայաստանում արդեն պես սովորություն է դա ոչ մի բան չեն անում, ոչ մի բան չեն լսում, իսկ մենք ում ենք դեմել, մի 2-3 տեղ, իսկ իրականում դա մի քանի տասնյակ հաստատություններ կան եւ այդպես չի, որ բոլորը հենց այդ ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածո են։ Եվ երրորդը դա Հայաստանի Հանրապետության հասարակությունն է։ Ցավով եմ նշում, որ հասարակությունը ավելի հեշտ է տրվում այդ հերհյուրանքներին, այդ անհիմն հայտարարություններին ցանկացած մարդու նկատմամբ։ Եվ կարծես թե սովորություն է դարձել այսպես արձագանք չկա։ Ես ամենավերջին երկու դեպքը բերեմ 70 տարեկանով Գագիկ Ծառուկյանի ոչ թե ինչ են արել, այլ ինչպես են արել։ Կարելի է ձերբակալեն, կարելի է ինչ, բայց ոչ, դա արվում է արժանապատվությունը նվաստացնող մեթոդներին եւ հատուկ ցուցադրվում է միջև անգամ հատուկ ռակուրսներով։ Դրա նպատակը ինչ խնդիր է դրանով լուծում։ Հիմա այ ես վերջից եւ նույնը մեկ էլ ասեմ Արեգ Նազմանուկյանի, երբ որ պատժվում է անչափահաս երեխան,
տեսեք թողնում եմ մի կողմ դեռ անհիմն ձերբակալումը, բայց որ արգելել են հանդիպելը, դա երեխաների իրավունքների կոնվենցիայով պաստորեն ամենակոպիտ խախտումներից մեկն է։ Ինչու է դա արվում։ Դա օրինակ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանը ասել է դա ոչ թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ է դա զուտ, այլ դա հասարակությունը ամբողջովին տապալել են գետնին, որ ուզում են ցույց տալ, որ ահա մեզ համար որևէ մի խնդիր չկա, բարեգործ է, թե քաղաքական գործի չէ, թե դա ինչ շորաժանիկներու է կապ չունի։ Նա այլախոս է եւ ինչպես որ խոստացել է այսօր էլ դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խնդիրը մի քանիսն է։ Մեկ բոլորը տեսնում են մեկը քաղաքական հետապնդումներ։ Ես կտեսնեմ այստեղ եւ այդ հաշվեհարդարը անձնական բնույթի կարող է պատահի ճիշտ են այն խոսակցությունները, որ հաջողության չի հասել ԿՊ-ական այդ ուժը այդ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի հետ ինչ գործարքի առումով կարող է ես ստուգ տեղեկություն չունեմ, բայց դատելով ահա այդպիսի բաներով կարող եմ մտածել, որ այո, փորձել են ինչ որ գործարքի գնալ եւ Գագիկ Ծառուկյանը ի պատիվ իրեն չի գնացել դրան։ Եվ հիմա պատժում են։ Այո, եւ երկրորդ հանգամանքը դա ուղղակի սեփականության վերաբաշխում է։ Մենք պետք է հստակեցնենք, ինչ հաշնակում ազգայնացվում է, որ ոչ մի բան, դա նոր տերեր են։ Դա ինչ է տալիս քաղաքացիներին։ Դա խնդիր չկա։ Դրա համար կարտ բլանշ է ստացել Նիկոլ Փաշինյանը, քիչ է հերվից հերու այդ ջատակովն է եւ այլն, այսպես ասած արյունոտ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է այստեղ եւ իլուր բոլորիս ասում է դուք կարող եք մեզ վրա հույս դնել, այսինքն դա կարտ բլանշ է։ Ես դες կարող եմ ուղղակի առանց որևէ կասկածի ցանկացած, եթե եվրոպական երկրում այդպիսի բան լիներ, այնտեղ աղմուկ կբարձրանար։ Մեզ դիտարկում են ինչպես 4-րդ դասի, այդպես Չ կլասի, ինչպես ասում են, ժողովուրդ, ոչ միայն երկիր։ Եվ դրա համար իրենք թույլ են տալիս իրենց գալ այստեղ խաբել, դռները բաց են շուկաների Եվրոպայի վրա, ոնց որ թե դա Եվրահանձնաժողովն է բացում, դեղ ամեն մի պետություն ունի յուր օրենսդրությունը եւ յուր քաղաքականությունը։ Եվ ահա այդ ամենը, որ դա գիտի, որ մեջ կունի հանձինս այդ եվրոպական դրածոների, ես համոզված եմ, նրանք չեն արտահայտում եվրոպական ժողովուրդների ոչ շահերը, ոչ կարծիքը, նրանք դրածո են ամենապղտոր, կրկնում եմ, այսպես ասած ակումբների, մեկի անունը բոլորը գիտեն, Բիլդերբորգի այդ ակումբը, այնպես որ ինձ համար ստեղ չկա այդ բան։ Դրա համար իրենք շատ հանգիստ են, ինչ կուզենք կանենք, եւ դա միայն իրենց ուզածը չի, դա էլ եւս մի հանգամանք, բայց ես երրորդ պարագան ասեմ, երկրորդը ասեցի սեփականության այդ վերաբաշխումն է։ Երրորդը Քրիստոսի այդ արձանի կանգնացնում։ Ոչ մեկը չի նկատում, որ այս թիմի կողմից եւ կոնկրետ իր այսպես ասած առաջնորդի կողմից հակաքրիստոնեական արշավ է սկսվել, այդպես չի որ դա զուտ հակա մեկ անձի վեհապարի կամ միայն հայկական հայ առաքելական եկեղեցու բացարձակապես սա հակաքրիստոնեական արշավ է եւ եւս համապատասխանում է Եվրոպայի ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ինչու որովհետեւ Եվրոպան այսօր ի տարբերություն քրիստոնեական Եվրոպայի մոդեռն ժամանակահատվածի հիմա իրենք պոստ մոդեռն են եւ պարզ ասում են պոստ քրիստոնեական այսինքն հետ քրիստոնեական եւ ահա այդ երեք պատճառները այսպես ասած թիրախավորված են եւ հավաքագրված են մի անձի մոտ դրա համար դա եւ դաս տալ որ ուզում եք այս կողմով ուզում եք ֆինանս ունեցեք ուզում եք այլախոս եղեք ուզում եք քրիստոնյա եւ քրիստոնեությունը եւ հայրաքելական եկեղեցին պաշտպանեք մեզ համար խնդիր չկա
մենք ձեզ բոլորիդ տապալում ենք հատակին։ Տիկին Ալավերդյան, դուք հիշատակեցիք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան, նրա խոսքերը նա իդեպ այստեղ ողջունեց Հայաստանի ժողովրդավարության մակարդակը եւ ասաց, որ 18 թվականի հեղափոխության ոգին է դեռ արթուն Հայաստանի Հանրապետությունում։ Այդ դեպքում դուք որ կառույցներից ակնկալիք ունեք։ Դուք ասացիք բոլորը չէ, որ միանման են։ Այդ որոնք են, որ արդյոք շնորհակալություն։ Տեսեք, Արա Ղազարյանը, որը զբաղվում է Եվրոպական դատարանի, դատապաշտպանի իրավաբան, նա օրինակ կազմել է 30-ից ավել կազմակերպությունների անուններ, որոնք զբաղվում են կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, փոքրամասնությունների իրավունքներ եւ այլն։ Այսինքն մենք ընդամենը 1-2 մարմին ենք միշտ դիմել։ Եվ ես ասեմ, որ հենց այդ մարմիններն են այսօր ղեկավարվում, կրկնում եմ, դերածողների կողմից։ Ես այդ առաջինը, երկրորդը, մենք այդ աստիճան ակտիվ չենք, ինչպիսին թույլ է տալիս միջազգային իրավունքը, ես դա միշտ ասել եմ, մենք եղած շտեմարանի 5%-ն էլ չենք օգտագործում։ Այսինքն մենք պետք է պարտադրենք աշխատել, ոչ միայն սպասենք, որ իրենք ուշադրություն կդարձնեն եւ այլն, ոչ, մենք պահանջատեր ենք։ Մարդու իրավունքների պաշտպանությունը այն աստիճան է իրականացվում, այն աստիճան է մարդու իրավունքը տեղի ունենան որևէ երկրում, ինչքան մենք դու կարողանում ես պահպանես, պահանջես եւ պայքարես։ Չկա այդպիսի բան։ Ամեն տեղ մարդու իրավունքի ծավալը կախված է քո աշխատանքից եւ քո պայքարից։ Ու ես գտնում եմ, որ ճիշտ չէ մտածել, որ արդեն այս ճանապարհները փակված են, դա Եվրոպայում եւ մյուսը դա ՄԱԿ-ի 10 միայն պայմանագրական մարմինները, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, մենք երբեք չենք դիմել իրենց։ Դա չի նշանակում մենք հենց դիմենք ու այստեղ այսպես ասած կփոխվի։ Չդիմելը նշանակում է քո համաձայնությունը։ Եթե դու չես դիմում, երկու մարմին կա դաժան վերաբերմունքի, իսկ ինչպես ասեցի, նվաստացնող այդպիսի վերաբերմունքը արժանի է հենց այդ երկու այդպիսի կոմիտե կա խոշտանգման տակ է խոշտանգման արգելքը եւ խոշտանգման կանխարգելումը երկու այնքան մեծ նշանակություն է տրվում ոչ միայն նրան թե ինչ է արվում իշխանությունների կողմից այլ ինչպես է արվում որովհետեւ դաժան վերաբերմունք կամ պատիժ դա ոչ թե ինչի համար այլ ինչպես դա կարող է տարբեր ձևերով Դուք մի քանի հոգի եք, որոնք այս նախաձեռնությունը իրականացրել են եւ փորձում եք պայքարել, ինչու են լռում մյուս իրավապաշտպանները, մենք գիտենք Հայաստանում շատ են իրավապաշտպաններ, իրավապաշտպանական կազմակերպությունները, որոնք ժամանակին ցանկացած թեմայով մեծ աղմուկ էին բարձրացնում։ Հիմիկվա լռության պատճառը որն է։ Այնքան լավ հարց է հիմա, եթե օրինակ դա լիներ 3-4 տարի առաջ, դա մի ձևի պատասխան կլիներ, բայց հիմա նայեք այսօր բոլորին պարզ է, որ այն ժամանակին ակտիվ եւ մեր գոլեգաները մենք աշխատել ենք միասին, նույն այդ դաժան վերաբերմունքի համար։ Այդ մասը, որը որ նախքին այդ հասարակական կազմակերպություններին կներեք այդ խոսքիս համար նախքին են։ Նրանք պարզվում է, որ ոչ թե պայքարում են երևույթների դեմ բացասական, այլ անձանց դեմ։ Նրանք պայքարում են այն ղեկավարների դեմ, այո, որոնք որ ժամանակին պայքարել են Արցախի անկախության համար։ Ես թողնում եմ իրենց սխալները եւ այլն, ես չեմ արդարացնում այդ սխալները։ Այնքան լավ է դուք էլ գիտեք, ես միշտ եղել եմ այսպես ասած, դրական առումով պայքարող միշտ ես բացահայտել եմ սխալները եւ նախկին իշխանությունները, բայց այդ հասարակական կազմակերպությունները հստակ բացահայտել են, որ իրենք գործում են միասին աղանդների հետ։ Հայաստանի Հանրապետություն աղանդները եւ աղանդավորները ունեցել են հզոր նշանակություն, լինի դա 18 թվականը, լինի դա շարունակելի։ Նույն այդ հասարակական կազմակերպությունները գործում են որպես աղանդ։ Նրանք չեն պայքարում երևույթի դեմ, նրանք պայքարում են կոնկրետ անձանց, կոնկրետ ինչ-որ մի երևույթի դեմ, այն է Արցախի համար արդար պայքարողների դեմ։ Հիմա նոր հասարակական դեռ այսինքն նույն նպատակի շուրջ են պայքարում։ Այո,
Ես Նախկիներից ազատվել են Այո, նախկիներից ազատվել եւ հիմա ճնշել բոլոր նրանց, ովքեր փորձում են Արցախի անունը տալ, ովքեր փորձում են ինչ որ ձևով ժողովրդավարական գոնե այն ծլերը, որը եղել են, ի վերջո մենք պայքարել ենք։ Չի կարելի երկրի պատմությունը կապել միայն ղեկավարության սխալների հետ։ Վերջապես ակտիվ գործունեություն է եղել։ Անկամ այդ համեստ ծլերը ուզում են ամբողջովին փակել եւ գործը գնում է, որ այսօր այն նախկին հասարակական կազմակերպությունները ավելի շուտ կազմում են բիզնես սեկտորի մաս, քան քաղաքացիական հասարակության, բայց քաղաքացիական հասարակության մեջ նոր խմբեր են առաջանում այս վերջի տարիներին եւ եթե մենք նայենք թե ովքեր են ընդգրկվել ահա այդ հանձնաժողովի մեջ դուք կտեսնեք որ բավականին նոր այն ուժերն են եւ հասարակական կազմակերպ մեզ պետք է համարել մենք միշտ երիտասարդ ուժ ենք դեմ իրավական կամայականությունը եւ մենք տեսնում ենք այս կամայականության այս աստիճան զարգացումը մենք չենք ունեցել դրա համար ուզում եմ ասել կարող է հին կազմակերպություններից երևի թե մենք եւ չգիտեմ կարող է իշխանյանների այդ ներկայացումը ես շատ բարձր եմ գնահատում լուսահոգի Ավետիք Իշխանյանի այո եւ Արածը եւ հիմա շարունակող Հովանես կներեք Ռաֆայելի եւ Վահան Իշխանյանի էլի լուսահոգի Հովանեսի գործունեությունը Հովանեսը հենց ընդգրկված է այդ հանձնաժողովում ես պետք է ասեմ որ մենք որևէ առումով այդպիսի հզոր ինչ որ եւ վարտյանական փոփոխություն չէ որ ակնկալում ենք եւ պլանավորում ենք մենք կրկնում եմ պլանավորում ենք եւ միասնական շտեմարան միասնական մեթոդաբանություն ներկայացնելու այս ամենը պատճառների վերհանումը եւ ինչպես օրինակ ես երեքը նշեցի առաջինը այլախոսություն երկրորդը սեփականության վերաբաշխում երրորդը հակաքրիստոնեական արշավի շարունակություն արդեն իսկ հիմք են տալիս մեր մեթոդաբանություն ունենալ ինչու օրինակ Արեգնազ Մանուկյանին որին հարցապնդել են բավականին վաղուց ճիշտ է հարցը դրել է ինչ է փոխվել այսքան ամիսների մեջ որ հիմա դուք այսինքն վախի մթնոլորտը դրա համար իմ կոչը նույնն է լինելու միշտ փորձում են մեզ բոլորիս նվաստացնել բոլորին ովքեր այլախոս են եւ համաձայն չեն այս ազգակործան պետականակործան այս իշխանության քաղաքականության հետ փորձում են ուղղակի նվաստացնել եւ ենթարկել անդնվազը լռության լռեք ես կոչ եմ անում բոլորիս եկեք գիտեք կարողանանք հիասթափեցնենք այդ իրենց սպասումները եւ ինչպես Տիկին Ալավերդյան ես ասում եմ դա ամենօրյա աշխատանքն է որը մենք կրկնում եմ անելու ենք երեք ուղղություններով այն է առաջինը այդ ստեղծելը երկրորդը միջազգային բոլոր տիպի լավ դա հասկացանք դա դիմեք միջազգային Հայաստանի հասարակության իրազեկումը քաղաքական դաշտը Տիկին Ալավերդյան ինչ անելիք ունի այս պահին որովհետեւ նաեւ մենք փորձենք ինչ որ առումով կանխատեսել ինչ է սպասվում մյուս ընդդիմադիր ուժերին շնորհակալություն գիտեք դա շատ դիպուկ հարց է որովհետեւ արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ որ այն համեստ նվաճումները որ ունեցել ենք նո առնվազն սահմանադրական մեծամասնություն չեն դա ժողովրդի ես կասեի անկոտրուն լինելն է այն մասը որը որ պայքարում է քաղաքական ուժերը այստեղ ունեն ավելի շատ անելիք, ես չեմ ուզում ոչ քննադատել, ոչ ես ասում եմ, անելիքները ավելին են, քան իրենք արել են։ Եվ այսօր ամենամեծ վտանգը հենց նրանից է, որ եթե քաղաքական ուժերը, որոնք որ հստակ հասկանում են, որ միասնական նպատակը նա է, որ պետք է այս ազգակործան իշխանությունը չկարողանա շարունակել իր պետականակործան քաղաքականությունը։ Դա նշանակում մենք արդեն փորձել ենք կապ հաստատել քաղաքական ուժերի հետ։ Այո, առնվազն նրանք ովքեր որ այսօր արդեն պարլամենտական առնվազն
պարլամենտական ընդդիմություն Ինչ առաջարկով եք կապ հաստատել։ Մենք առաջարկը հետևյալն է եղել. նախ եւ առաջ ամեն մեկը ունի իր կողմ, իր ջատագովների հանդեպ այդպիսի քաղաքական հետապնդումների բավականին մանրակրկիտ ուսումնասիրություններ եւ կարելի է ասել միջև անգամ այսպես ասած տվյալներ, անկետա կոչված, հա։ Մենք առաջարկել ենք, որ ոչ միայն այն ինչ որ բաց ինֆորմացիոն դաշտում է, այլ կարողանան իրենք մեզ տրամադրեն իրոք այն ամբողջական ինֆորմացիան, որը իրենք ունեն այդ դեպքերի մասին։ Եվ կարողանանք մենք դա իրոք միաձնավորենք։ Մեկ, երկրորդը դա ձայնի հնչեղությունն է։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունից միասնական, իսկական Հայաստանի ձայնը չկա, այն որ մենք ասում ենք լռում են, մենք առանձին ենք խոսում, լինի քաղաքական ուժեր, լինի փորձագետներ, լինի վերլուծաբաններ, եւ մենք ակնկալում ենք, որ ահա այս մեկ խնդիրը, ես ինձ ընդհատեմ եւ ասեմ, սա մեկ այդ խնդիր եմ ասում, որովհետեւ դա մի ահավոր մեծ շղթայի մեկ օղակն է։ Այստեղ եւ անկլավներն են, եւ տարածքների տալն է, եւ այդ այսպես ասած բարեկամություն անելն է մեկի հետ, խռովելը մյուսի հետ։ Այդ բոլորը հատվածական մենք չդիտարկենք, դրանք բոլորը մեկ շղթայի, բայց մենք վերցրել ենք մեկ օղակը եւ այդ մեկ օղակի շուրջ, եթե մենք կարողանանք ի վերջո միավորել եւ միասնական մի իսկական Հայաստանի ձայնը լսելի դարձնենք թե ներսում, թե դրսում, ես կարծում եմ դա գործիքակազմը Տիկին Ալավերդյան, ինչ է նշանակում Հայաստանի ձայնը լսելի դարձնել, ստեղծել մեկ ընդհանրական հարթակ նկատի ունեք։ Ոչ միայն, նայեք, ընդհանրական հարթակը դա միջոց է, այսինքն մենք այդտեղ ամեն ինչը հավաքենք։ Մենք երբ որ խոսում ենք հարթակների մասին, մարմինների մասին, ես կրկնում եմ, մենք տալիս ենք տեղեկատվությունը ամեն ինչի մասին եւ բոլորին։ Պետք է այդ ինֆորմացիան հասցեական դարձնել։ Օրինակ, կանանց վերաբերյալ մենք ունենք ոչ միայն Նարեկ Նազմանուկյանը ուղղակի վերջին է։ Մենք պետք է կարողանանք դա առանձնացնենք եւ հատուկ մարմիններին ներկայացնենք եւ պահանջենք արձագանքը։ Պահանջատեր պետք է լինենք, որովհետև մենք դրա իրավունքը ունենք։ Մենք ոչ թե պետք է միայն իրազեկենք, մենք պետք է մտնենք համագործակցության մեջ։ Դա նույնը երեխաների համար, նույնը երիտասարդ, նույնը ԶԼՄ-ների համար, աննախադեպ բան է, ԶԼՄ-ները գտնվում են հանձինս հայտնի մեր տղաների, գտնվում են այնպիսի հետապնդումների ներքո, որը կրկնում եմ, եթե տեղի ունենար միջև անգամ Կոսովոյում, Եվրոպան ձեր կհաներ։ Եվրոպան ձեն կհաներ, բայց քանի որ մեզ դիտարկում են որպես հետամնաց հասարակություն, ես դա ասում եմ, որ մենք ոչ թե ընկճվենք, այլ հակառակը, մենք ցույց տանք, որ ի վերջո մենք քաղաքակիրթ ազգի շարունակողն ենք, եւ դրա համար իրենք թույլ են տալիս իրենց խաբել մեզ, ինչ որ զունգուլակներ sense ցույց տալ, որ մենք էս կանենք, դες համար են կանենք եւ այլն։ Ես կարծում եմ, մենք պետք է մեզ ցուցաբերենք ինչպես հասուն ավելի հասարակություն, քան այսօր ենք։ Տիկին Ալավերդյան, դուք նաև խոսեցիք սահմանության փոփոխության մասին, ասացիք Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչ պետք է անի ընդդիմադիր դաշտը կանխելու սահմանության փոփոխությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չունենալով սահմանադրական մեծամասնություն, ասում է ես պետք է նստեմ, մտածեմ եւ գտնեմ հնարավորությունները, որպեսզի հասնեմ սահմանության փոփոխության։ Տեսեք, ես մի անգամ չէ որ ասել եմ առանց մարդկային արժանապատվության այսպես ասած նվաստացնելու, ես ասել եմ, որ այս իշխանությունը ունակ չի կառավարման գործի մեջ, նրանք շատ թույլ են։ Բայց ինչի մեջ են ուժեղ։ Նրանք ուժեղ են ոչ թե ինֆորմացիոն դաշտում, այլ դեզինֆորմացիոն դաշտում։ Եվ ամբողջ այն հանրությունը, որը մնում է մոլորված, ես համոզված եմ։ Ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր որ ուժային են, ովքեր որ փողի համար պատրաստ են հենց այսօր ծառայել Թուրքիայի թուրքական թուրքիզմի քաղաքականությանը։ Ես գիտեմ այդպիսի մարդկանց, ճանաչում եմ։ Ես խոսում եմ այն մնացածների մասին, իրենք փոքր թիվ չեն։ Դա ոչ պակաս քան 200,000, 250,000 մոլորվածներ կան, որոնք որ ընկնում են այդ դեզինֆորմացիոն, ինչի մեջ
թե առաջնորդ քաղաքացի Փաշինյան Նիկոլը եւ թե ամբողջ թիմը շատ հմուտ են եւ իրենց օգնում է ամբողջովին օգնում են եւ դրսից մենք կարծում եմ որ նոր այդ մարտահրավերը որտեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբևիցե չեն գործել այսպես այս նոր մարտահրավերը ես հələ չեմ տեսել որ նոր այս մարտահրավերներին նոր գործիքակազմով մենք հանդես գանք։ Ահա ինչպես որ մտածում է, այսինքն արդեն այն որ նա մտածում է, նշանակում է որ ընդդիմությունը եւ ընդդիմադիր բոլոր ուժերը ինչ որ պարտադրել են, որ ինքը չի կարող այն հին խաբեություններով գնա։ Հիմա ավելի շատ ինտելեկտուալ ուժի այդ միասնությունն է պետք, երբ որ ես ասում եմ միասնական հարթակ, հո ես չեմ ասում ուժային կառույցների կամ ես ինտելեկտի մասին եմ խոսում։ Տեսեք, կա HB-ի օրենք, դա կիբերնետիկայից եկած եւ քաղաքագիտություն մտած օրենք է։ Ասում է, որ կառավարող համակարգը կամ նրանք, ովքեր ուզում են տիրապետել այս իրավիճակից, նրանց ինտելեկտուալ մակարդակը ես հեշտացնեմ այդ օրենքը, պետք է ավելի բարձր լինի, քան մարտահրավերները։ Ես ասեցի, որտեղ է մեր իսկական աշխատանքը եւ քաղաքական ուժերի հետ։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքական ուժերը պետք է անպայման դիմեն հմուտ քաղաքական տեխնոլոգներին արտ երկրից։ Գիտեք, արտ երկրում այսինքն պատրաստվել այդ հանրաքվեի ոչի արշավին արդեն անպայման պետք է պատրաստվել շատ ակտիվ։ Իդեպ ուժեղ Հայաստանը կարծես թե այդ ուղղությամբ է գնում, երբ որ իրենք գնում են հիմա շրջաններ եւ աշխատում են անմիջապես ժողովրդի հետ։ Բայց ես ասում եմ, քաղաքական տեխնոլոգների եւ տեխնոլոգիաների պահանջ է զգացվում եւ մեր բոլոր քաղաքական ուժերի համար։ Ես եւս մեկ ռեսուրս ասեմ։ Մենք բոլորս դիմում ենք այդպես արևմուտք, կարծես թե դա միասնական sense մի հատ մոնոլիտ է։ Դա այդպես չի։ Բոլոր պետություններում հիմա զարգացած պետություններում անցումային շրջան են իրենք ապրում։ Հիմա դուք գիտեք, որ գրեթե բոլորի մոտ գալիս են ընտրությունների ժամանակ։ Նոր ուժերը այնտեղ հավաքում են ավելի շատ ձայներ։ Մենք չենք աշխատել երբևիցե գործող իշխանություններին դիմադրող ուժերի հետ արտերկրում Գերմանիայում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Բելգիայում մենք չենք աշխատել իրենց հետ։ Իսկ դա ում կարող անենք քաղաքական ուժերը։ Այստեղ արդեն հասարակությունը շատ ավելի քիչ հնարավորություն ունի։ Ինչի մասին են Նիկոլ Փաշինյանի անկլավների մասին վերջին հայտարարությունները։ Նա ասում է Հայաստանում անկլավներ կան, իսկ դրա լուծումը ձեզ նա ինչպես է տեսնում։ Շնորհակալություն։ Տեսեք, ես նախ մի առաջարկություն եմ կարող անհամեստ։ Ես գտնում եմ, որ պետք է առանձին անկլավների մասին ոչ թե մեկ հարցազրույց, այլ մի քանի կամ քննարկում իրականացնել։ Մեկ։ Հիմա ես ասեմ մեր մոտեցումը, մեր ինչի եմ ասում։ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքագիտական գիտությունների անալիտիկների, այսինքն փորձագետների ասոցիացիա, ես դրա համեստ անդամներից մեկն եմ։ Մենք դեռ տարուկես թե 2 տարի առաջ այդ անկլավները, որ առաջի անգամ այսպես ասած հնչեցվել են աղոտ, մենք կազմել ենք հրաշալի նյութ, մի քանի լեզվով, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հայերեն, ռուսերեն, եւ տարածել ենք հմուտ եւ հայտնի փորձագետների, իրավաբանների, քաղաքագետների արտ երկրում, Շվեդիա, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա եւ այլն, եւ հավաքել ենք ստորագրություններ, որտեղ այդ փաստաթուղթը ես առաջարկում եմ, ես կարող եմ ձեզ ուղարկել եւ դուք տնեք քննարկման։ Այդտեղ բարձ գրված է հետեւյալ բանը. ինչ է նշանակում երկրի տարածք։ Եթե իրենք հղում են անում սովետական միության ժամանակներին, ես դրան կարող եմ անդրադառնալ, ուղղակի ժամանակը չի, ապա թող ցույց տանեն սահմանադրությունում, սովետական միության սահմանադրությունում, թե ինչ տարածքներ են մտնում Ադրբեջանի կազմը։ Այնտեղ երկու միավոր է Նախճեվանի ինքնավար հանրապետությունը եւ ինքնավար մարզը Լեռնային Ղարաբաղը։ Անկլավ չկա այնտեղ։ Դա սահմանադրական որևէ միավոր չի։ Դա ինչ է եղել անկլավը։ Դա մեկ պետության մեջ, դե մենք եղել ենք մեկ պետության մեջ, սովետական ներքին պայմանավորվածությունների
արգասիկ է։ Ինչի եք ուզում դրան տակ պետական ինչ-որ նշանակություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է կան քարտեզներ, որոնք դրված է սահմանազատման հիմքում, եւ այդ քարտեզներում այդ տարածքները արտահայտված են, եւ ասում է եթե մենք դրա հարցը չլուծենք, թշնամին մեր ջերմուկն է կտրելու քարտեզի վրայից։ Սովորութային ուղղակի ինքը ունի այդպիսի բան, ճիշտ չի ասում, չեմ ուզում վատ խոսք ասել։ Չկան նման քարտեզներ։ Կան ինքը վերցնում է մեկ քարտեզ 74 թվականի։ Այնինչ նորմերը, որոնք որ հենց ՀՀԿ-ի կողմից հստակված են, հստակեցված են կներեք այդ սահմանազատման, սահմանագծման մասին, ասում են բոլոր քարտեզները պետք է ընդգրկվեն մեկ, պետք է ընդգրկվեն ժողովուրդը շահագրգռված կողմերը, պետք է հաշվի առնվեն ում հաշվին է եւ վերջի տարիներին ինչը կառուցվել եւ ահա այդ կներեք քաղաքական խուլիգանությունը, որը Կիրանցի հետ է տեղի ունեցել, որը Գորիս Կապան ճանապարհի հետ միջև անգամ չի եղել այդ կանոնադրությունը։ Այո։ Չի եղել դա։ Ես դրա համար եմ դա անվանում քաղաքական եւ իրավական խուլիգանություն։ Դա հակաիրավական գործունեություն է։ Հիմա ուզում են դրա տակ բերել, ինչ է բերել, որ այն երբ որ Ադրբեջանը մտել է 21 թվականին, 22 թվականին, 23 թվականին եւ ունի օկուպացված Հայաստանի տարածքներ, դրա համադրում է այն սովետական մեկ պետության մեջ վարչական նշանակություն ունեցող ինչ քարտեզը այդ եղել է մի պետության մեջ միայն կրկնում եմ իրոք զուտ վարչական դա այն սահմանները չեն որոնք կեղծ ձևով էլի հղում անելով հռչակագրին այսպես կոչված Ալմաթայի հռչակագրին։ Դա բացառ Ալմաթայ, դա ամենա կներեք երկուս կդնեի ես ուսանողին, երբ որ դա այդպիսի հղում աներ, չկա այդպիսի բան այնտեղ, չկա այդպիսի խոսք, չկա, որ գրած լինի, որ նախնական վարչական սահմանների կամ սովետական չկա, գրած է գոյություն ունեցող 91 թվականի դեկտեմբեր գոյություն ունեցող սահմաններում չկան ոչ անկլավներ, ոչ էլ Արցախը։ Այնպես որ այդ ամբողջովին այսպես մի շղթա է ստերի իրար վրա եւ հետո հետևանք է անում։ Բայց նաեւ ասում է կա Արցվաշենը, իսկ Արցվաշենը մեզ համար կարեւոր է։ Հիմա տարածքների փոխանակման մասին է խոսում Փաշինյանը։ Թե սա առհասարակ անհավանական է տարածքների փոխանակումը։ Եկեք Արցվաշենի մասին այսօր մի երկու բան ասենք։ Առաջինը ցանկացած ոչ միայն զինվորական, այլ եւ քաղաքագիտական մի փոքր-ինչ տեղեկություններ ունեցող նա հասկանում է, որ այն անկլավները, որոնք հատուկ հենց ստեղծվել են սովետական ժամանակ, նրանց ռազմավարական եւ ռազմական միջև անգամ նշանակությունը շատ ավելի բարձր է, քան եթե մենք վերցնում ենք Արցվաշենը, մեկ։ Երկրորդը, նրանք ինչի վրա են դնում հաշվարկը ինչի վրա է հիմնված, որ ադրբեջանցիները կապ չունի, նրանք այստեղից են գնացել, պատրաստված կիբուցեի մոդելով բերելու են այդ անկլավները եւ բնակեցնելու են, իսկ Արցվաշեն ոչ մի հայ չի գնալու եւ պետական մակարդակով չի բնակեցվելու։ Դրա համար այդպիսի սպեկուլյատիվ այդ խոսակցությունները ես կրկնում եմ, եկեք հստակեցնենք, Արցվաշենն է, Տիգրանաշենն է, թե ինչն է, եկեք հստակեցնենք, դրանք սահմանադրական սովետական միության սահմանադրությունում կան արդյոք այդ տարածքները որպես սովետական հանրապետության տարածքներ։ Ինչի եք մենք գնում խուճուճ սարուձերու գնում։ Այսինքն ամբողջ այդ կառուցված այսպես ասած տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի մեկ նպատակի է ծառայում Հայաստանի Հանրապետության մեջ ստեղծել այնպիսի բնակելի վայրեր, որոնք անպայման Ադրբեջանը դրա մասին ասել է, պետք է միացված լինեն Ադրբեջանի հետ, ունենան ճանապարհ, ունենան եւ պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ, որև այո ամեն ինչ, բացի դրանից ես հիշեցնեմ, որ դեռ անցած դարում նույն այս տարիներին հստակեցրել է Թուրքիան իր քաղաքականությունը եւ սովորացնում էր Ադրբեջանին, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որ բնակեցնենք
բավականին շատ բնակավայրեր Հայաստանում, հետո պատճառ բռնելով, որ այդտեղ փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են, զորքով, զենքով մտնենք եւ ի վերջո հասնենք մեր նպատակին, իսկ մեր նպատակը հետեւյալն է՝ ոչնչացնել հայերին ոչ միայն ֆիզիկապես, այլ եւ որպես պետականություն։ Տիկին Ալավերդյան, շատ կարճ, եթե ամփոփենք Նիկոլ Փաշինյանի ասածների տրամաբանությունը։ Նա ասում է, որ կան ադրբեջանական տարածքներ, որոնց հարցը պետք է լուծվի, բայց հստակ չի ասում ինչպես է այդ հարցը լուծելու, ինչը ինչի դիմաց է լուծելու։ Նաև ակնարկում են տարածքների մասին, որտեղ հիմա ադրբեջանցիները Հայաստանի տարածքում օկուպացված են։ Այս ամբողջ տրամաբանությունից ինչ ենք մենք սպասելու առաջիկայում, շատ կարճ։ Խնդրեմ, ուրեմն ես ասել եմ, այս իշխանությունը 18 թվականին, այս իշխանությունները եկել են երկու միասնական հարց լուծելու, Արցախը օր առաջ հանձնելու Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ թուրքական աշխարհի համար իրենց քաղաքականությունը սպասարկող տարածք։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լայսա Ալավերդյանի հետ։ Մենք հանդիպենք վաղը նույն ժամին։ Լավ եղեք։